Դուք մյուս տեխնացուների դեպքում եք գնացել, բայց տեսնում եմ կանայք պատրաստված են եկել, այսպես, այսինքն իրենք գիտեին, որ գալու էին, նաև ձեզ հորդորել են, որ գալ։ Ոչ։ Բայց դուք ընտրելու եք նաև Սարիկ Մինասյանին, որտեղ անպայման, այո։ Իսկ համաձայն եք հենց նոր բեմից հնչած տեսակետների հետ։ Ես համաձայն եմ, որ եկել եմ։ Լավ, համաձայն եք այն տեսակետի հետ, որ վերջին տարիներին թիմ ընտրությունները, այսինքն քաղաքային ընտրությունները, դրանք ավելի շատ քաղաքական են եւ ընտրություն են ՔՊ-ի եւ մյուսների միջեւ։ Գիտեք, ես պոլիտիկայով չեմ զբաղվում, բայց ես փոփոխությունները շատ եմ տեսնում ու ընտրությունս կատարել եմ արդեն։ Իսկ համաձայն եք այն տեսակետի հետ, որ Սարիկ Մինասյանի միակ թերությունը ՔՊ-ականների հետ համագործակցությունն է։ Ոչ, ինչի ԿՊ-ականներն են այս բոլորը Նաև փոփոխությունները, причем тут Սարիկ Մինասյանը։ Իսկ որ ՔՊ-ականների պաշտոնավարման շրջանում նաև թշնամի երկրի ներսում է արդեն 3 տարի։ Եվ վերածախտել Հայաստանը, այսօր ուզում են Գյումրին դարձնել իրենց Ես չեմ ուզել պատասխանեմ ոչ մի ձեր հարցին։ Բայց հոգոց անեցի։ Ես ձեզ հետ համամիտ չեմ, ես Նիկոլ Փաշինյանին ընտրել եմ ու իր կողմնակիցն եմ եւ 26-ին էլ կընտրել։ 26-ին էլ անպայման։ Եվ գոհ եք նրա գործունեությունից։ Այո, անգամ երկիրը մասնատելուց։ Ոչ մի մասնադու մեջ չկա։ Արցախը մերն էր։ Արցախը ինչ եփեր մեր նոր ամել մեր է։ Բա որ մերը չէր, մենք այնտեղ ահաբեկիչներ էինք, որ մեր զավակներին ուղարկում էին։ Աղջիկ ջան, իմ բոլոր երեխեքս ընդեղ են ծառայել, այնպես որ ես շատ լավ գիտեմ։ Փաշինյանի որդին էլ է ծառայել։ Հա, Բա մենք խալխի հողի մեջ ով որ չի ում երեխեք նոր չեն ծառայել, դոնց ուդի չընտրենք։ Հետ եմ ասում, վերջ։ թշնամու հողի մեջ էինք մենք ծառայում, որ ասում եք Արցախը մերը չէր։ Հա, սխալ էինք անում, այո, սխալ էինք անում։ Շուշին էլ իրանց երեխեք գնային ծառային, ինչի՞ պիտի իմ երեխես էստար։ Շուշին հետը։ Շուշին մերն էր թե չէ։ Շուշին ես չեմ խորանում եւ ինձի հետաքրքիր չէ, ես կդնեմ, որ մենք մի ճիշտ ուղու վրա ենք։ Կարևորը կենցաղն է։ Ասֆալտ։ Այդպես է։ Իմ տարիքից կենցաղն է կարևոր։ Շատ լավ, շնորհակալ եմ։